Ողջույն ձեզ Այրջան, այսօր ես կպատմեմ Փառանձեմ Թագուհու մասին։ Փառանձեմ Թագուհին, ինչպես գիտեք, հայտնի է Արշակ II արքայի կինն է եւ Պապ Թագավորի մայրը, եւ Պապ Թագավորի դաստիարակության համար նա ուրույն տեղ է զբաղեցնում, նա է հենց Պապին դաստիարակում հայ որպես հայորդի եւ նա յուրահատուկ ձև է դաստիարակում եւ այս յուրահատուկ ձևով դաստիարակելու համար շատ լեգենդներ եւ միֆեր են ֆորում Պապ Թագավորի մասին եւ որոշ պատմաբաններ նշում են թե Փառանձեմ Թագուհին դևերին է նվիրում Պապ Թագավորին, բայց դա այդպես չէ։ Ես ուսումնասիրելով թե Արշակ II թե Փառանձեմ Թագուհու կենսագրությունը ես հասկացա մի պարզ բան, որ նրանք երկուսն էլ հերոսներ են եւ հերոսի մահով են մահանում, ճիշտ է գերեվարվելով, բայց ամենայն դեպս ինչ որ առումով հերոսական քայլել են ձեռնարկել իրենց հայրենիքի համար, հայրենիքի հզորության համար, հզորությունը պահպանելու համար։ Փառանձեմ Թագուհին Պապ Թագավորին դաստիարակել է այնպես, որ ամեն ինչ մի կողմ է դրվում եւ մեծ հայքի հզորության համար պետք է արվի ամեն ինչ, ամեն անհնարին եւ անհնարին առումներով եւ այս ամենի պատճառով ջուր կարծիք է լինում թե Փառանձեմ Թագուհին դևերին է նվիրում Պապ Թագավորին, նա իսկական հայի դաստիարակություն է տալի, քանի որ իսկական հայը պետք է նախ եւ առաջ մտածի մեծ հայքի մասին, մեծ հայքի հզորության մասին եւ հետո մնացած առումներով մտածի եւ ամեն կերպով իր մեծ հայքի շահերով պետք է շարժվի եւ սա է Փառանձեմ Թագուհին սովորացրել Պապ Թագավորին եւ նրա գործունեության Պապ Թագավորի գործունեությունը ցույց է տալիս, որ նա ամեն կերպ մտածում է մեծ հայքի անկախ լինելուն եւ միֆերը եւ լեգենդները ես մի կողմ եմ դնում եւ վարդագույն ակնոցները հանում եմ եւ տեսնում եմ իրական փաստերը եւ գործողությունները։ Ես չեմ ցանկանում միֆերով շարժվել, լեգենդներով կամ հեքիաթային ինչ-որ կարողություններ տալով Պապ Թագավորին, ես փաստացի հիմնավոր որպես պատմություն ուսումնասիրող եւ պատմաբանների գրածները ուսումնասիրող նախ եւ առաջ հիմնվում եմ փաստերի վրա, նոր հետո միֆերի, լեգենդները եթե Տրոյան համարենք լեգենդ, Տրոյա քաղաքը չէր գտնվի եւ այդ պատճառով նա Տրոյան կմնար լեգենդ։ Ոնց որ մի քանի լեգենդներ, շատ լեգենդներ կան, որ մնացել են լեգենդներ, այն պատճառով որ փաստացի փաստարկներ չկան եւ Պապ Թագավորի մասին այդ լեգենդները թե նա ինչով է զբաղվել, դա ես մի կողմ եմ դնում, քանի որ նրա գործունեությունը հենց նպաստել է հայքի հզորացմանը եւ ճիշտ է այս տեսահոլովակը Փառանձեմի մասին է, մի փոքր շեղվեցի թեմայից, քանի որ ես չեմ սիրում փաստերով, ես սիրում եմ փաստերով խոսալ, ես անհիմն ոչինչ չեմ սիրում ասել, իսկական հայի մտածելակերպով եմ սիրում շարժվել եւ չեմ սիրում այդպես առանց փաստ խոսալ եւ հենց մեր հայ աշխարհաժողովը կամ աշխարհաժողովի գաղափարները գրողները հիմնականում խոսում են փաստերով եւ Փառանձեմ Թագուհին ինչպես գիտեք ծագում է Սյունյաց իշխանական տոհմից, Սյունյաց Նահապետ Անդովկի դուստր նախքան Թագուհի դառնալը նա եղել է Տիրան արքայի թոռան գնել Արշակունու կինը, գնելի սպանությունից հետո նա ամուսնացել է Արշակ II-ի հետ դառնալով Տիկնաց Տիկին։ Արշակ II-ի գերեվարումից հետո Փառանձեմը ստանձնեց երկրի ղեկավարման ու կազմակերպման պաշտպանությունը
Այս ամենը եւս մեկ անգամ ապացուցում է աշխարհաժողովի գոյության մասին, քանի որ աշխարհաժողովը հենց ինքնակազմակերպման ներկայացուցչական եւ բարձրագույն խորհրդական մարմինն է եւ այն շատ արագ կարողացել է որոշումներ կայացնել եւ այդ պատճառով ես եզրակացնում եմ դրան, որ որոշվել է սկզբնական որոշվել է թե Արշակ երկրորդի գերեվարելու կամ թագավորի բացակայության դեպքում պետք է Փառանձեմ թագուհին ստանձնի ղեկավարումը եւ այդ պատճառով ես մտածում եմ, որ հենց աշխարհաժողովի գաղափարը կրողները եւ գաղափարապես այդպես է եղել եւ նրանք այդ որոշման են եկել Արշակ երկրորդի բացակայության դեպքում Փառանձեմը պետք է ղեկավարվի եւ արագ կերպով կարողացել է հենց այդ ամենը վերցնել եւ 10-ից 16 հազարանոց բանակ կազմակերպել պաշտպանությունը արտագերսի Փառանձեմը փայլուն դիվանագետ էր եւ այդ հմուտ դիվանագիտության պատճառով նա կարողանում է որոշ պարսիկ ուղղվածության ունեցող հայ նախարարներին իր կողմը քաշել, ինչպես գիտենք Անդոկը չէր Գլարկ եւ էլի մեկ իշխան կար, որ անցնում է պաշարվողների կողմը եւ օգնում են այդ երկու իշխանները Փառանձեմին եւ հետագայում նրանք անցնում են Փառանձեմ թագուհու կողմը։ Նաև ես որոշ տեղեկություններ ունեի պաշարումից հետո Փառանձեմը գերեվարվում է, Շապուի կողմից տարվում է Տիզբոն եւ այնտեղ տանջամահ է անում, նրա կերպարը պատմականորեն ներկայացում է որպես հայրենասեր եւ անկոտրում կամքի խորհրդանիշ եւ այո որոշ ճակերտավոր պատմություն ուսումնասիրող անձնավորություններ սխալ կարծիք ունեն Փառանձեմի Արշակի եւ Պապ թագավորի մասին։ Ես ճշմարտությունն եմ նայում, ճշմարտությունը տենում եմ եւ չեմ ցանկանում այս հայրենասեր անձնավորություններին, ովքեր պայքարել են հանուն մեծ հայքի ազատության անկախ լինելուն եւ այո թե Փառանձեմը թե Արշակը թե Պապ թագավորը թե Արշակ թագավորը թե Պապ թագավորը եւ թե Փառանձեմը նրանք պայքարել են մեծ հայքի անկախ լինելուց Հռոմի թե Հռոմի եւ Պարսկաստանի եւ այդ պատճառով նրանք իրենց մահկանացուն են կնքել հենց այդ պատճառով Պապ թագավորը լինելով երիտասարդ հմտություններ չունենալու պատճառով չի կարողանում այդ մարտահրավերները ընդունել եւ հռոմեական կողմից խարդախության զոհ է դառնում եւ նույնն էլ կատարվում է Արշակ երկրորդի կողմից եւ սա պետք է դաս լիներ Պապ թագավորին, որ չդառնար այդպիսի խարդախության զոհը եւ կարողանար դիմագրավել այդ դժվարին քաղաքական իրավիճակին եւ կարողանար ավելի ուժեղացնել մեծ հայքը եւ իր վախճանը այդպես երիտասարդ տարիքում չէր լինի եւ եւս մեկ անգամ հայր ջան ասել եմ էլի կասեմ, եթե պետք լինի շատ անգամ կասեմ, մենք չպետք է միֆերին նայենք, լեգենդներին նայենք, մենք պետք է տեսնենք, թե թագավորները կամ այդ անձնավորությունները ինչ գործունեություն են արել, ինչ գործ են արել ի նպաստ հայի կամ հայոց պետականության, մենք առաջին հերթին պետք է մտածենք պետական մտածելակերպով, պետության մասին մտածենք, հետո նոր մեր անձերի մասին, քանի որ պետությունը հենց հիմքն է
ազգի եւ ընտանիքի եւ այդ մենք պետք է ուրույն մեր ուղեղի մեջ դաջենք եւ մեր անձնական մեր եսերը մի կողմ դնենք եւ շարժվենք մենքի հետևից եւ ոտքի կայնենք ինչպես արեց Պապ Թագավորը իր 4 տարվա կառավարման ընթացքում եւ կարողացավ հայոց բանակը 10-16 հազարից հասցնել մինչև իր վերջին տարիների կառավարման ընթացքում 90-ից 100 հազար թվականակի զորքը եւ ինչպես փառանձեմն է պայքարել, այնպես էլ մենք բոլորս պետք է պայքարենք եւ դասեր սերտենք պատմությունը մեզ պետք է դաս լինի, որպեսզի այդպիսի սխալներ չգործենք եւ առաջ շարժվենք դեպի պարզ պայծառ ապագա եւ այսքանը շնորհակալություն դիտելու համար բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին եւ միշտ հետաքրքիր տեղեկություններ հայոց ազգի մասին